Առաջը մեկ էլ խնդիրը չի եղել։ Բայց այդ խնդիրը հիմա Ղազախը լուծել է։ Ղազախստանի պետությունը լուծեց այդ խնդիրը։ Վրացիները լուծել իր խնդիրը։ Բայց հələ մերին սպասենք։ Եղանակային պայմաններով 20 օր հետո Լարսը եթե ձունը դրեց, մեկ ստիվաս չուզենալով դու գնալու ես ընդ մնաց 20-ից 25 օր։ Դու ուզենաս թե չուզես եղանակային պայմաններով։ Էս այն սահմանը չի որ կրուլի տարին աշխատում է։ Էստե սաղնել, էս աշխատողներ սաղնել, ուզում են որ իրանց ռեսը մի շաբաթ տևա կամ 91 գերազանցի։ Խնդիրը չկա։ Էսը ասում ես Ռուսաստան 1500-2000-ատ մեքենայի անդեկայնացես 5 օր առաջ։ Էսի հերթն է Ռուսաստանի։ Всё, այդ հերթը գնաց 10-ից 15 օր։ Խցիկների կպահեք։ Նայեք, էլեկտրոնի հերթն է։ Նայեք, էլեկտրոնի հերթն է։ Նայեք, քանի մեքենա է։ Էստե ավտոմատ ու էս պահը արդեն ուզաշտած 10 օր կային։ Ռուսաստանից կալացողը դեպի Հայաստան։ Նայեք, էսի գրանցվածն է, երբ են գրանցվել 16-ը 10-րդ ամիս։ Ու 19-10-րդ ամիս 10-ից մինչև 14-ը եթե ինչ-որ խոչընդոտներ չյանի, պետք է տամոժնի անցնի։ Արդեն 4 օր այդտեղ սպասեց է լավ։ 1455 մեքենային մի շաբաթ պետքա որ ինքը ընդամենը սահման անցի, մի շաբաթվա ընթացքում։ Եթե մի մարդ էլ խոսքին գնացել է, գիտեմ, Ուֆայից է բեռը բարձր, արեց 20 օր, ռեսը 25 օր։ 3 անգամ էս մարդը գնաց եկա, մինչև մայի սահմանը փակվում է։ Բեն մնացած ամիսները ոնց անում այդ մարդը։ Ստե շատերը բեռերը բարձած կայնած են էս պահին բաժի գիտեն։ Այդքան թե տանեն բեռը հետ դատար։ Գիտեք, էս մարդկա օրենքը պամիդորա բարձած, վարունգ են բարձած, խաղող են բարձած։ Ոնց կերնա աշխատի մասամբ 50%-ով մասամբ։ Երբ որ ընդհանրապես ավտո չեղնի է Ռուսաստան, մտար բարձար, ֆռացիր ելար։ Всё։ Այդ սաղ افորմիտ, մաֆորմիտ ձևակերվում եղնի խոսքի մեջ անվան տասկում կրնանան պես բայց չի եղնի պես Ֆիտոյ համար ես կայնում եղանակը ես քեզի բացատրում եմ եղանակը 10 օր հետո Լարսում ձունը դրեց մի մետր եթե ձուն եկա վրացին հետի մակրում է 15 օր 15 օրվա մեջ հերթնում է 5000 ավտո արեց 35 օր որ կարողանաս չես կարար ընդ ախպրս ոնց այդում ռուսն էթում է վրացին էթում է Սկան շոֆեր է Հայաստանի Հանրապետությունը Գևջան մի րոպե Սկան շոֆեր ունենք Հայաստանի Հանրապետությունը ասենք սաղին դեպորտ արեցին տնտեսությունը ոնց պիտի Որտե Հայաստանի Հանրապետության մեջ չի կարա, չէ։ Այսօր ով պիտի բացի այս շոֆերներից ով կարա խոսքի իրանցից կարան էլի նստի ֆուր քշեն, այստան է տնտեսությունը բերեն որ իրանց երեխաները պահեն։ Ով կարա, չի կարա, չէ։ Բայց Հայաստանը Ասենք սկանի դեպոտ գնաց, սա Հայաստանը գնաց։ Այս շոֆերները գնացին, ով պիտի պահի այդքանին։ Եղավ տնտեսությունը փակվավ։ Եղավ որ այդ հացը, այդ ցորենը չմտավ Հայաստան, հացը տարավ 100-ից 500 դրամ։ Ինչ էդիկ հաճելի է։ Այսօր իրանց հացը չկերան, կամ այդ ամեն ինչը չկերան։ Ասեցին է կբերեց հավը տանի, մետ ասեցին է, արդեն թելադրվող երկիր կդառնաս։ Անկախ պետություն ենք, պիտի թելադրվինք, հա։ Եթե մենք գնացին ոչ մի ազգեր Հայաստանի բեռերը չի բերում, սա ճամփեքներ փակելի է։ Ես չեմ էտա բանկին ամեն ամիս 700,000 դրամ թողտամ ասետնի իմ համար չորեն բերի։ Կամ վրացին ցուկը աշխատի։ Խաղը, կամ այդ ծիրանը, կամ այդ դեղցը ամեն ինչ էր մեր մտերքը, գյուղ մտերքը ում պիտի տանի տա։ Այսքան ժողովուրդը մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդքան գյուղ մտերքը կնա օգտագործել չի կարա։ Պիտի արդահան է, չէ որ այդ գյուղացին է ապրի, այդ գյուղացին էլ է, չէ, այդ հողին հարկու դա, ամեն ինչը շղթայական է, այդ շղթանով կապեց ինքը չի կենա։ Խաղողը չի ընդունե, պատճառն ինչ է, եթե այդ խաղողն ընդունեմ, հեռուստացույցով ցույց կտային, կայնակ ու գինի հանեմ, այգուց ռուսը չի առնի այդ կայնակն ու գինի, խնդիր ունի վաճառքի, չէ, դոր համար չի ընդունե, տեսեք շղթան ուրդուս կֆեռակու կա։ Իմի այստեղ գտնվող բոլոր վարորդների մուտքի արգելք կա, հա, բոլորը դեպի։ Եթե գնացինք բոլորին եք եղնի, բոլորի 90 օրն էլ լրացավ։ Բարձած կանց են մարդիկ միշքը բարձած, այս պայն միշքը փճանում է, բայց կայնակը որ այդում Հայաստանի գնաց, Լարսում տարան մի վարքյան շեմփով դեպի տեսախցիկները։ Լարսում տարան ստուգման։ Միջև տանում են, բերում են անալիզ։ Միջև 60 օր, չէ, 60 օր էլ տևում է։ Այդ վարորդը որ մնաց ընդ է։ 60 օրը իր քնեց ավտոյի մեջ, այնտեղ Լարսի տամոզի։
Ավետի 90 օրը։ Ինչ անել այդ 60 օր մարդը։ այդ մարդը մենակ 60 օր մենակ այն է ծնդե։ Եկա որ հարցի լուծում չեղավ։ Իմ 94 օրը լրացել, հա, որից 47 օրը ես Վլադիկավկազի փողոցներում եմ անցկացել։ Հերթերի մեջ։ Գիտեք, շատ հարցեր կա, որ պետք է քննարկվի, շոշափվի, ուղղակի ինչ ասած հայ խայսյատ է, չէ՞, տանակ Օսկորի կասում։ Մարդիկ ոնց ասենտուն այդ մենակ մեքենայի վրա սա Բոլոր ազգի հարցն է սա։ Սա հիմա ազգի հարցն է, որ այսքան մարդիկ այդ եղածը չբերեն, սա ազգի համար ծանր հետևանք է լինելու։ Վրաստանը կամարվի տրանզիտ երկիր։ Մարդիկ կոնյակը բարձրացկերտան Վրաստանով անցնելու, չի թողնա իր երկրով անցնեն, տանի նմուշարում կվերցնեն։ Ու հարց չկա տվող, իր ինչ գործն է, նմուշարում կարող է վերցնել սպարող երկիրը, ումոր կասնի։ Տանինգը մեքենան կեզի, փողեր կվերցնեն, օրինական եւ անօրինական ճանապարհներով, տանինգը նմուշարման, իրանք կորոշեն հետ դարձնեն, թե չդարձնեն, ու չկա այդ հարցը տվող Վրաստանի կառավարությանը, դու ով ես, ում շունն ես, որ հայկական ֆուրը քեզի կմուծե 355 լարի տրանզիտ որպես պետություն, կասիկ ու երկրով, այդ Վրաստանը շատ սենք ըմպես պետությունը, որ իրա ճանապարհն իրան կպահել, այդ տրանզիտը չեղնի ինքը չի կրնա գոյատևե, ու խոսքիմ տանինգը կան ֆուրերը փայենգը քեզի հետո կմտածեն, ետ դարձնեն, թե թողնա ներտա Ռուսաստան ու ինչն է այդ ամենի պատճառը։ Կամ էլ փողը տվեք գնացեք։ Տալիս ես արդեն բացա։ Եթե դու տրանզիտ պետություն ես, քու տրանզիտիդ համար կմուծեմ, որ ես անցնեմ։ Ներկապային հացով։ Քու ինչ գործը դե կոնյակը որակով է թե անվորակ։ Տեսօգնել են սա։ Տեսօգնել են սա։ Է ածուխը 1500 մի ամիս առաջ ածուխը Հայաստան գալիս էր առանց խնդրի, բայց ի է մի ածուխի համար պետք է գան փող տան որ անցնի Հայաստան, գազը նույն, պեսոկը նույն։ 10 ամիս մեքենաս կայնել է, ամիս մի անգամ էքսպերտ են ուղարկել։ Օրերս պրծա, բայց ինչ անել։ Վերջում էլ ասել են հետ գնաք բեռով Հայաստան։ Իսկ ինչքան ժամանակավոր է խնդիրը։ Այս խնդիրը արդեն հակի ժամանակ է, նոր չի առաջացել։ Մեր 90 օրինը կոնկրետ էս մեր շաբաթն է, որ շատ խիստ ձևի կպաճեն վարորդներին, շատ խիստ ձևի։ 3-4 օրվա մեջ, որքան է օքե արդեն դեպորտ են արել։ Այստեղ մարդիկ են կամ որ արդեն մի դեպորտ արած է։ Ինչ անեն։ Այնտեղից ինչ որ պատճառաբանություն, մեկնաբանություն դարձնի